տոն գալիս, ու մեր մեջ փոխում է ինչ-որ բան դեպի գեղեցիկը, լավը, բարի, այդ է պատճառը, որ մենք սպասում ենք տոնին, այսօրվան էլ ենք երկար սպասել, ուրախացել, ուզվել, երբեմն հուսահատվել, բայց կրկին ոգևորվել, որովհետև խոստացել էինք տոնելու, շնորհավորելու ձեզ և բոլորիս Երևանի 2807 ամյակի կապակցությամբ։ Ու այսպես ողջ կյանքում ապրում ենք տոնից տոն, ուրախությունից հպարտություն, հպարտությունից պատասխանատվություն։ Թող որ անսպառ լինեն հայ ժողովրդի տոները, նրանց շնորհավորելու առիթներ ունենանք։ Դե իսկ այսօր բոլոր շնորհավորանքները քոնն են մեր հին ու նոր, ալևոր ու երիտասարդ, վարդագույն, վարդաբույր քաղաք Երևանս։ Իսկ այժմ հարգելի հանդիսատես, թույլ տվեք մեր միջոցառումը հայտարարել բացված։ Այնմաց Խոսքերի հեղինակ Պարույր Սևակ, երաժշտությունը Էդգար Հովհաննիսյանի։ Մենք գալիս ենք դարերից ու գնում ենք դեպի դարեր։ Երկար քայլելուց կոշտացել էին մեր ոտքերը, բայց շատ բան տեսնելուց իմաստնացել ենք, կոփվել։ Մենք այն ազգն ենք, ում տանջանքը տասնյակ դարերով է չափվում, իսկ կյանքը տասնյակ տարիներով միայն։ Ես Հայկի ժառանգորդն եմ, անունս Հայ, արձանումս Ջան։ Ես ինքը կյանքն եմ, հարատևումը, անմահությունը։ Գործանեք Հայաստանը, տեսեք կստացվի, տեղահան արեք, ուղարկեք անապատները, թողեք առանց հաց ու ջրի, հրդեհեք տներն ու եկեղեցիները, տեսեք նոր չեք խնդա երկու աղոթի, քանի որ Եվնանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի մի վայրում, տեսեք թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան։ Ես նա եմ, ով միշտ մահվան մեջ է ապրել, բայց մահ չունի, անմահ եմ։ Վարդան զորավարն եմ ես, քաջ Վարդանը, ես էի, որ մահով հաղթեցի մահին, իմ մահով, իմ ժողովրդի մահին։ Խորենացին եմ ես էի, որ հայոց պատմության անհուշ ժամանակներից եկող վարարած գետը դրեցի հունի մեջ, որ հոսինա, հավերժ և խոսի մեր փոքրաթիվ ժողովրդի մեր սխրանքների մասին։ Սասունցի Դավիթն եմ ես, իջած հեքիաթից, ինձ է ապավինել ժողովուրդը, երբ լծվել է համբերության թասը։ Ես էի, որ Գուրգիկ Ջալալու մի ոսկրով ուսասնա լեռներից եկա հասա նոր Երևանի դարպասներին։ Ես Մաշտոցն եմ, Մեսրոպ Մաշտոցը, իշատված էր իմ հայրենիքը, նեն Բյուզանդիոն է Բորոս Պարսկաստանի միջև, և դրան չէի փրկի ոչ Տիգրան Մեծի սուրը, և ոչ էլ Գրիգոր Լուսավորչի կանթեղն ու խաչը, քանի դեռ մենք չենք դրոշմել մեր անունն այս հողի վրա հայոց լեզվով ու հայերեն տառերով։ 36 տարի եմ ես այս կտակում, և մի համար ժողովուրդ ու երկիր, հայց մաղ չկա, քանի դեռ նա հեգում է այս տառերը։ Արբենգին, երբ հովակին, նար երիսա, լծիկ եզա, էր ըսյո, մեկաց
Թվին եւ Անի, ես դար ու դարի ազատամարտ եմ մղել Պարսիկի եւ Հռոմեացու, Թաթարի եւ Թուրքի դեմ։ Անի մայ քաղաքից եմ գալիս, կերված ու Ավերանից, որը հարություն է առնում նոր Երևանի կոթողների մեջ։ Կապույտ ծովի ալիքներով ողողված չքնաղ Կիլիկիայից եմ գալիս։ Երևանից եմ գալիս։ Դարավոր ու նոր Երևանից, որն իմ նոր Տիգրանակերտն էր, Արտաշատը, Թվինը, Անին և Սիսը միաժամանակ։ Երևանից, որ սուրբ ուխտավայր է դարձել, աշխարհում ցրված բոլոր բանդուկների համար։ Երկար քայլեցի, եկա հասա Երևան, Էրեբունի Երևան, հասա ու հենց նամենես հակեր քաղաքի դարպասների մոտ երդվեցի, հավերժ ապրեց չնավայց ոստանում, երդվեցին, թափարող մարաքաղաքների երկիր անուն ստացած Հայաստանս այսուհետ հավերժող ոստան պիտի ունենա, անունը Երևան, և թող որ ասոկամոք այնտանա բոլոր պանդուկ թայերի տունը, վերջին հանգրվանը։ Վիկտորյան Արցախից է գալիս։ Արգիշտին եմ ես, Մենուայի որդին, Ուրարտական պետության հզորագույն արքաներից մեկը, ես հիմնեցի այս բերդաքաղաքը, իզորություն իմ ժողովրդի և իսարսափ թշնամիների։ Արգիշտին, որ Մենուայի որդին է, կառուցեց բերդ հայակարգ, դրեց Էրեբունի անունը, Բիայնայի երկրների փառքի, թշնամիների համար իսարսափ, Խալդյան մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, թագավոր հզոր, թագավորը Բիայնայի երկրների, տերը Սուշպա քաղաքի։ Աշխարհում քիչ են այն բնակավայրերը, որոնց հիմնադրման մասին պահպանվել են արձանագրություններ, սեպագիր ծննդյան վկայականներ։ Երևանը դրանցից մեկն է, ու այս արձանագրությունն էլ դարձավ քաղաքի ծննդյան վկայականը։ Արձանագրությունը պահպանվում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում, իսկ մեր հայրից սրտերում մի այլ արձանագրություն կա, որն անցնում է գենետիկ կոդով։ Դա դրոշմված մեր սերն է մեր հրաշագեղ հին ու նոր Երևանի հանդեպ։ Մենք ապրում ենք հազարամյա այս քաղաքում, իսկ քաղաքն է մեր սրտերում։ Մեր քաղաքը
բայց այս սիրուց չկործացավ մեր սիրտը, մենք ինքնավան չդարձանք։ Այլ մեր սիրտը դարձավ անարատության աղբյուր, մեծ մի բնակավայր, որտեղ կա բոլորի սերը։ Քաղաքը մեր տունն է, իսկ տունը միշտ խնամքի հոգատարության կարիք ունի։ Իմ քաղաք, իմ սիրելի, ասում են 2807 տարեկան ես, իսկ իմ 12-ը նոր պիտի բերանա։ Հիմա, երբ այսքան մոտ, այսքան հեռու ես ինձանից, հասկանում եմ, թե տարիները էջերում թողած քո պատմության միայն 2807 տարվա է, իսկ դու նոր ես, գեղեցիկ ու երիտասարդ։ Իսկ փողոցները դեռ բուրում են Կարավալայի վարդերի բույրով, վարդագույն Երևանս։ Սիրում եմ քեզ իմ Երևան ու չգիտեմ ինչի համար։ Ուզեմ լինել նոր քի նման, ծաղկել ամեն եկող գարնան, քեզ փաթաթվել ու հիանալ, և չգիտեմ ինչի համար։ Կարավալաներս։ Կամենեմ Քամինովի, մի քիչ հարբանցանը շորդից, քեզ հովանեմ ամրակոթին, չգիտեմ ինչի համար։ Քիչ զոհանեմ դու զովանաս, դալար մնաս հզորանաս, ես քամու պես գնամ գործեմ ու չգիտեմ ինչի համար։ Գնամ պատմեմ նոր ու նորից, որ աշխարհի քաղաքներից, քեզ եմ սիրում ամեն ինչად ու չգիտեմ ինչի համար։ Իսկ ես գիտեմ գույնիդ համար, սիրուդ համար, ողջույն համար, իմ Երևան, մեր Երևան, Սեր Երևան։ Դու այսօր ծաղկուն գեղեցիկ վարդագույն քաղաք ես դարձել, ու եթե տարիները իրենց հետ ծերություն են բերում, դու քեզ հատուկ ուժով ու զորությամբ կարողանում ես հեռացնել դարերի փոշին ու պահել նրանց փայլը միայն։ Այո, անցան դարեր, դու քայլեցիր դարերի միջով, համառ դարերի, որովհետև դու քո ժողովուրդ ավելի համառ եք, որովհետև ունեք նպատակներ, գալիքից շփտացող նպատակներ։ Երկիրս, ազգս, մայրաքաղաքս մարտահրավեր պիտի նետեր աշխարհի զարգացած ժողովուրդներին գիտության, երաժշտության, արվեստի բնագավառներով։ Մենք աշխարհի հետ պիտի խոսենք Կոմիտասի սրինգով, Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, Շահ Ազնավուրի երգով, Այվազովսկու կտավներով, Վիլյամ Սարոյանի հատուկ անչափելի համամարտկային վարությամբ, Տիգրան Պետրոսյանի դիպուկության հեռատեսությամբ։ Մենք շնասին ողջ աշխարհը, այդտեղ մեր հետքը թողնելով, շռալերեն սովորեցինք բոլորին, դարձանք բոլորին, ուղղակ եղար դեպքում, այբեցինք մարմնով անուն արդարության, նպատակի, բայց երբեք չկորցրին մեր հոգին, հայ հոգին։ Ես Կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի, Լոնդոնի ու Երևանի հայ եմ, ամենտեղ նույն մարդն եմ, և որտեղ իմ ասնել, որ գրեմ, նույնը պիտի գրեմ, մի արդով ասել է Վիլյամ Սարոյանը։ Նրան այսպես է շարունակել Շառլ Ազնավուրը, իմ լսարանում կան ամեն տեսակի, գույնի, կրոնի, լեզվի տերմարտիկ, ես բաց եմ իմ երգը սիրող յուրաքանչյուրի առջև, ես և ֆրանսիացի եմ, և հայ, բայց իմ հոգու լեզուն հայերենն է, իսկ ազգս անմահը։ Nostradamus, ça c'est gauche. Qui est d'accord Nostradamus Nostradamus, c'est ça donc. J'entre de là, à Charlie-Mala, allez, les gars. D'accord, Նկատել եք, ուր են որ գնում ենք, մեր հայրենիքը, մեր քաղաքը կանչում են մեզ, կարոտում ենք ու շտապում, որովհետև այստեղ մենք տանն ենք։ Դե ուրեմն, Իգոր, մենք ենք այս երունդը, որն իր վրա է վերցնում այս քաղաքը շեն ու ամուր պահելու պատասխանատվությունը։ Սա միայն քաղաք չէ, սա մայրաքաղաք է, ոստան, ուրեմն երկրից դարպասն ու դեմքը։ Խոստանում եմ զինվորը դառնալ, սեր իմ Երևան,
ամեն օր ծածանել դրոշ թախտական, որ իր հիշողության մեջ վառ է պահում 12 մայրաքաղաքների պատմությունը։ Խոստանում եմ պահել ու պահպանել քեզ իմ հավատով, խաչով, որ այս սուրբ հողի վրա իրեն հավատացող առաջին ժողովրդի ապավենը դարձավ։ Խոստանում եմ հնչեցնել դարերում սերունդներից բերանով 36 քան զինվորների երկաթյա զիլ երգն ու պաշտպան դառնալ դարպասներից առաջ։ Ու թող աշխարհը մեզ ճանաչի որպես խաղաղասեր, ստեղծարար, բայց ոչ խեղճ ու կամազուկ ժողովուրդ, թող ապրի հավերժ Հայաստանս ու թող ծաղկի դարերում Երևանս։ Շնորհավոր տարեդարձ 2807 տարեկան, մեր բարի հսկա, հույսի քաղաք, մեր Երևանը։ Վերացակետները կարողացան ճանաչել այն արժեքները, որոնց միջոցով պետք է և կարող ենք շարունակել ապրել, պահպանել մեր տեսակը, մեր հողը հայրենի։ Հայ մարդը դարեր շարունակ գնահատել է կրթություն։ Այդ գնահատանքն է դարձել առհավատչյա և մի կնոջ Մարգարիտա Գուրգենովնայի հավատի, աշխատասիրության, նպատակասլացության արդյունքում այսօր դուք ունեք սիրելի ծնողներ և սիրելի աշակերտներ, այս հրաշալի կրթօջախը։ Նրա սկսած գործը այսօր պատվով ու պատասխանատվությամբ շարունակում է դուստրը, մեր շատ սիրելի Լիանա Գրանտովնան։ Եվ անչափ գեղեցիկ է տեսնել ծնողներին, որոնք կարողանում են կանգնել կրթության կողքին, դպրոցի կողքին, ուստի և հենց իրենց սեփական երեխաների կողքին։ Չեմ կարող իմ շնորհակալությունը այս կապակցությամբ չհայտնել ձեզ, սիրելի ծնողներ։ Իմ գործընկերը բարոն Հայրապետյանին, իր նվիրական աշխատանքին և իհարկե մեր շատ սիրելի Լիանա Գրանտովնային, մարդ, որը կարողանում է ցանկացած պահի գտնվել ձեր երեխաների կողքին, մեր երեխաների կողքին, մեր որպես ուսուցիչ, մեր որպես ավագ ընկեր և մեր որպես ծնող։ Я всегда, я как стала директором, всегда говорю, мы наша команда. В эту команду входят, в первую очередь, мои дети, наши ученики, учителя, мои любимые, уважаемые, и, конечно же, вы, родители. Я благодарю вас всех за помощь, за участие в этом мероприятии, за совет. Ну, хочу выделить, конечно же, папу Антаровяна Давида и родителей Роберта Златуляна. Я всегда вас буду извините. Я знала, что вы немножечко больше времени уделили вашим и нашим деткам. Спасибо большое за это. Мне очень нравится этот тандем Хахвердян и Хайрапетян. Они это еще не закончив, уже думают, а что дальше? Ասում սպասեք մի հատ վերջացնեմ, նոր, եղել այս ամեն սիրով, ես ձեր կողքին եմ, ես համոզված եմ ծնողներն եմ։ Ու այդ եղևնին հուսով եմ տարիներին, ինչու չէ նաև դարերին, կպատմի մեր դպրոցի և Երևան քաղաքի սիրո գեղեցիկ պատմությունը։ Համեցեք։